Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հարցի համար։ Ի պատասխան ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել, երևի որ տրամադրություններս չընկնի։ Եվ այդ փաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ուզում նորից կրկնել, այս պարզ, բայց շատ կարևոր միտքը, Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այն պահին գրեթե միաժամանակ ԽՍՀՄ կազմալուծմանը, այդ գործընթացին գրեթե միաժամանակ Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով։ Ավելին, փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց ամենասկզբից եւ արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում եւ այսօր քննարկված մադրիդյան սկզբունքներում։ Ուզում եմ հիշեցնել, այդ մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, մյուսը ինքնորոշման իրավունքը ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ես կարող եմ նրանց համար, ովքեր դեռ կասկածում են այս երկու երևույթի կապակցվածության կամ ընկալման այդ բանի մեջ, համատեքստի մեջ, խորհուրդ կտամ կարդալ Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ գլուխը, որը վերնագրված է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքներ։ Եվ ահա այս գլխի ներքո հստակորեն ասվում է, ես կաշխատեմ նույնիսկ ոչ թե բառացել, տառացի մեջ բերել։ Ասվում է, որ մասնակից կողմերը պարտավորվում են ճանաչել միմյանց, պարտավորում են հարգել ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները, մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում եւ տարածքային ամբողջականությանը վերաբերող նորմերի։ Շատ ակնհայտ, հստակ, ուղիղ սևով սպիտակի վրա։ Այս նույն հիմնարար սկզբունքը Ալմաթայի հռչակագրին համահունչ տարածքային ամբողջականության ճանաչման արտահայտված է նաեւ ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղ ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններով, այդ թվում եւ ձեր կողմից վկայակոչված 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ։ Նույն սկզբունքը արտահայտված է նաեւ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված եւ համապատասխան ներպետական գործընթացներից հետո ուժի մեջ մտած Ադրբեջանի եւ Հայաստանի համապատասխան սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ։ Եվ ուզում եմ առաջ անցնելով նշել նաեւ այս նույն սկզբունքը այո արտահայտված է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հաստատված համաձայնեցված տեքստում։ Այսքանը։